Զորավար Մանվել Գրիգորյանի զինակիցները շարքով խնկարկում են Արցախի հերոսն այսօր 70 տարեկան կդառնար։ Երևի 1000 տարին մեկ կծնվեին մանվելներ։ Մարտի դաշտում Մանվել Գրիգորյանի հետ կողքի կրված տղաները բոլորին են շնորհավորում հրամանատարի ծննդյան առիթով։ Որ անպարտելի զորը ողավակ թուրքերի ահու սարսափ զորավար Մանվել Գրիգորյանի ծնունդը շնորհավոր լինի։ Ներկա պահին իհարկե ազատամարտիկները եւ հայ ժողովուրդը շատ մեծ կարիք ունի նման տեսակի, ինչպիսին էր Մանվել Գրիգորյանը։ Ազատամարտիկները բոլորին են շնորհավորում, որովհետև բոլորի համար էր Մանվել Գրիգորյանն ազատագրում Արցախի հայկական հողակտորները մեկը մյուսի հետևից, ասում է գեներալ Իզինակից ազատամարտիկ Նազիկ Ամիրյանը։ Զորավարի անցած ճանապարհը բոլորի համար է եղել, ոչ կոնկրետ մեր համար կամ այս տղաների, ամբողջ մեր ազգի համար է եղել եւ իրապես շնորհավորանքը պիտի լինի բոլորի համար։ Ինչ կուզեր զորավարը իր ծննդյան օրը, որ մեջքն ուղի իր ժողովուրդը։ Ժողովրդին կուզեմ ասեմ, ուշքի արեք, քանի դեռ այս երկիրը ձերն է։ 44-օրյա պատերազմի ավարտից 10 օր անց 2020-ի նոյեմբերի 19-ին է մահացել Մանվել Գրիգորյանը։ Նրան 2018-ի իշխանափոխությունից հետո ԱԱԾ-ն ձերբակալել եւ պահում էր մեկուսարանում։ Գրավով ազատ արձակվելուց կարճ ժամանակ անց կրկին կալանավորվել էր գեներալը։ Ազատ էր արձակվել առողջական խնդիրների պատճառով, չնայած հիվանդություններին 44-օրյային Մանվել Գրիգորյանը Արցախյան ռազմաճակատում էր։ Արևմուտքը մեր համար, մեր իր հիմնական թշնամին, մեզ համար պատրաստում է տեղափոխություն։ Նույնի 96 թվականին էր։ Նույն, ինչ ասել է տեղափոխություն, այսինքն իշխանության բերվելու են մարդիկ, որոնք երկիրը պահելու են այն ռելսերի մեջ, որով հիմա պահում են Նիկոլ Փաշինյանը։ Գեներալ Մանվել Գրիգորյանը, սպարապետ Վազգեն Սարգսյանը կարողացան 96 եւ հետո 98 թվականներին Հայաստանը հանել այդ ռելսերից եւ մեզ համար հավելյալ ժամանակ վերցնել։ Հիմա մեր մոտ կրկին տեղափոխության վտանգ կա։ Մեզ պետք են այդ նույն նվիրյալները, որպեսզի այս վատ ռելսերից պետությունը հանեն։ Բացառիկ հայրենասեր մարդ է եղել ու ինքը իր լրիվ ամեն ինչը ինչ ունեցել է, ներդրել է հայրենիքի համար, հայրենիքի ազատագրման համար ու երբևիցե հետ նահանջող չի եղել։ Շնորհավորում եմ իր երկնային ծնունդը, փառք ու պատիվ, 1000 փառք ու պատիվ գեներալին։ Մանվել Գրիգորյանի 70-ամյակի առիթով անվանական մեդալներ է ստեղծել ընտանիքը, պարգևատրել գեներալի զինակիցներին։ Ալբերտ Սերոբյան, Միլենա Պողոսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։